Վանի արքաները տղամարդուն վայել գործ եւ հերոսություն էին համարում ջրաբաշխական համակարգ եւ այգիներ հիմնելը։ Նվաճած տարածքների նկատմամբ իրենց տիրապետությունը նրանք հաստատում էին բերդեր կառուցելով եւ այգիներ տնկելով։ Այս ամենի մասին են վկայում թե բազմաթիվ գտածոները եւ թե արձանագրությունների մեջ մեզ հասած հիշատակությունները։ Մեր հազարամյա մշակույթն այսօր նորովի արժևորելու եւ վերականգնելու բարդագույն խնդրի առջեւ ենք կանգնած։ Մեր նախնիների փոխանցած ավանդույթներից շատերը կենսունակ են նաև այսօր, եւ լավ է, որ դրանց մեծ մասը հիմա վերածնունդ է ապրում, պատմելով գինու ավանդույթների վերականգնման ու նոր գինիների հաղթարշավի մասին։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին այսօր հայկական գինեգործարաններում շարունակելու ենք բացահայտել բարձրորակ հայկական գինու համի ուժը։ Այսօր այցելելու ենք Կալիֆոռնիայից Հայաստան վերադարձած Մուրադյանների ընտանիքին, գնահատելու Վանի արևով հարուստ Վան արդի գինիներն ու համեղ ուտեստները։ Մի չքնաղ ու բացառիկ ընտանիք, վստահ եմ, որ դուք էլ կսիրահարվեք այնպես, ինչպես որ մենք։ Հետո Արագածի փեշերին տեղակայված Արմաս գինեգործարանում կանացի միջավայրում զրուցելու ենք շատ ուժեղ ու շատ հետաքրքիր գործարար մի կնոջ հետ, որը համեմատելու է շքեղ ու անկրկնելի գինիները կնոջ հետ։ Անկասկած Վիկտորիա Ասլանյանի հետ գինու մասին կարելի է խոսել ժամերով, խոսել ու չհոգնել եւ հիանալ, թե ինչպես կարելի է անապատը վերածել այսպիսի գեղեցիկ խաղողի այգու։ Մեր ճանապարհներն այսօր տանելու են Արագածի փեշերին գտնվող մեկ այլ բարձրակարգ գինեգործարան եւս, որպեսզի մի պահ գոնե կտրվենք աշխարհից, հայտնվելով հեքիաթային իրողությունների եւ միջնադարյան ասպետական մի միջավայրում։ Ոսկեվազի գինեգործարանն իսկապես այդպիսին է, հեքիաթային։ Հազարամյակների պատմություն ունեցող գինու մշակույթի մեջ արդեն աքսիոմատիկ են դարձել գինու էթիկայի կանոնները, եւ դրանք պատահական չեն, ունեն իրենց կոնկրետ բացատրությունները եւ պատճառները։ Պատմության ընթացքում գինու հանդեպ վերաբերմունքը չի եղել որպես ալկոհոլային ըմպելիք, որը որ կարելի է ուղղակի խմել, արփել եւ անցնել առաջ, գինուց հասկանալը եւ գինի խմելը դարձել է տրենդային, ինչը որ փոխում է գինու հանդեպ վերաբերմունքը, այսինքն մենք գինի խմում ենք ոչ թե միայն արփելու համար, նաեւ այդ ծիսակարգին մասնակցելու համար։ Գինիների համադրությունը, ինչպես նաև թե ինչ գինի խմել, ինչ պարագայում շատ սուբյեկտիվ է, կախված է կոնկրետ ճաշակից։ Այսինքն կա մի շատ լավ ոսկյա օրենք, որ լավ է կոչվում այն գինին, որը որ ինքներդ ձեզ դուր է գալիս։ Համադրությունները շատ տարբեր կարող են լինել ու օրինակ եթե տանը խմում ենք ինչ-որ գինի, որ չունենք ինչ-որ որևիցե խորհրդատու, սոմելիե, հա, կարելի է ընտրել այն գինին, որը որ ինքներդ ձեզ դուր է գալիս։ Երջանկությունը շատ ձևեր ունի, բայց ամենից զորավորն ընտանիքի կերպարով է լինում։ Վանարդին ընտանեկան այդ երջանկության պտուղն է։ Սա փոքր մի բիզնես է, որն իր անտեսանելի սոսնձով ամուր ու միասնական է պահում Մուրադյաններին։ Սիրելի զբաղմունքը, մասնագիտական հետաքրքրությունները, պապենական հայրենիքի կարոտը 2008 թվականին գինեգործ Վարուժան Մուրադյանին ստիպեցին թողնել Կալիֆոռնիան, թողնել հարմարավետ կյանքը եւ վերադառնալ Հայաստան ու հենց այստեղ հիմնադրել Վան արդի գինեգործարանը։ Վանի արևը քո գավաթում կարգախոսով։ Ինչով ենք սկսում ճամփորդությունը Վան արդի գինեգործարանի այգիներով եւ այս գեղեցիկ վայրով։ Անպայման, մենք սկսում ենք մեր կիսաչոր կանգուն խաղողից պատրաստված սպիտակ գինուց։ Սկսում ենք նրանով որպես ապերիտիվ, քանի որ ինքը կիսաչոր է, բնական շատ քիչ քանակության պղպճակներ ունի իր մեջ, ամռանը մանավանդ շատ թարմեցնող է։ Կիսաչոր գինու սիրահար չեմ եղել երբեք, բայց ինձ շատ դուր եկավ սա որպես նախապերիտիվ, վիսկի, խելոք,
վիսկի մեզ խանգարում է։ Չէ։ Եվ սա որպես ապերիտիվ, նաև որպես հետո աղանդերի հետ մատուցվող գինի իդեալական կամ դայջեսթիվի շարքին պատկանող իդեալական կարող է լինել։ Այգում է ստեղծվում լավ գինին։ Եթե գիտենք, որ ջուրը ինֆորմացիա կրող է, ապա խաղողը 90%-ով ջուր է ինքը, չէ՞։ Եվ ինչ որ լսում է այն ծաղկման օրից սկսած, ինչ քամիներ են իրան թափահարում աջ ու ձախ, ինչ երգեր են լսում, ինչ արև է տեսնում, ամեն ինչը էստեղ է ստեղծվում։ Այնքան լավ սորտեր ունենք հայկական էնդեմիկ, որ դեռ ուսումնասիրված չեն, դեռ հատուկենտ ինչ որ Վայոց ձորում կամ այստեղ մեկի Բաքվում սենց հատուկենտ սորտեր են, մենք այնքան գործ ունենք անելու այս ամեն ինչը, նույն ինքը ենթարենք թորթորին մեր հաջորդ գինու գիծն է, ինքը Վանի շրջանում կարմիր գինու էնդեմիկ սորտ է եղել, որը կորցրել ենք, չկա։ Հիմա այնքան կուզեի, որ մենք մասնագիտական մինչով արշավա խմբով գնայինք այդ շրջանները, փորձեինք հասկանալ, քանի որ այնտեղ է Վանի թագավորությունն ում է եղել։ Վանարդիում խաղողի այգիներին վերաբերվում են որպես կենդանի օրգանիզմի։ Իրականում այդպես էլ կա։ Խաղողը շնչում է, խաղողն ապրում է եւ խաղողը մարդու պես է, սեր է ուզում։ Այստեղ ոչ միայն այգեգործական խնամքն է տարվում, այլև դասական ու հայկական բարձրաճաշակ երաժշտություն է հնչում, որպեսզի դրանց ազդեցությամբ դրական էներգիան փոխանցվի որդատունկին, խաղողին եւ իհարկե գինուն։ Մի առանձնահատուկ հմայք ունի այգու բարձունքում կառուցված զանգակատունը, ընտանեկան ավանդույթների կրողը, շարունակողը, իր զիլ, ղողանջող, մարդու հոգին ներթափանցող զանգով։ Զանգակը նվեր էր իմ պապիկից, պապայից, ով վանահայր էր, դա միգուցե եւս մեկ կապ է, սիմվոլիկա, եւ ուզում էր իր մասը ունենալ Վանարդիում, ցավոք ինքը չհասցրեց տեսնի, բայց գիտենք, որ տեսնում է, զգում է, հա։ Որտեղ էր ծառայում։ Ինքը Խովիրապի վանահայրն է եղել երկար տարիներ, նաև Գեղարդում է ծառայել եւ հետո Գլենդելի եկեղեցիներից մեկը քանի տարի այո։ Դուք թույլ կտաք, որ այս զանգի լեզվակը խփի։ Շատ հնչի ենքան։ Ուզում եմ ասել, որ սա պատմության ու մեր ավագ սերնդի հետ հաղորդակցության ամենակարճ ու լավ մեթոդներից է, որը կարելի է երբևէ պատկերացնել։ Այստեղ է ծնվում մեր Վանարդի գինիները։ Պահամաններում մեր կարմիր գինին նախնական խմորումը եւ երկրորդային խմորումը անցնելուց հետո իրենց բերում ենք տակառների մեջ, որտեղ կատարվում է հնեցումը։ Ունենք եւ Ղարաբաղյան մեր Ասկերանի շրջանից տակառներ եւ ֆրանսիական տակառներ։ Ֆրանսիականների կաղինը ավելի նուրբ է։ Ամեն դեպքում տարբեր են իրանք։ Հարկ չէ հասկանալ, որ Արցախ հայկական դուբի կաղնից ավելի սպեցիաների համերն են արտահայտվում։ Այս ինչ հավես բաներ են։ Հոպլա։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ձեզ ներկայացնում ենք ամենաթանկ, ամենայուրօրինակ ձեռքի աշխատանք, մեր հոգու մշակույթ եւ պատմության կարեւորագույն էջերը ներկայացնող գինեգործությունը։ Վայելենք այս մի գինին եւ հետո գնանք հաջորդ տակառի մոտ։ Գնանք հաջորդ տակառի մոտ, իսկ հետո արդեն գնանք անպայման համի ուժի կարևորագույն առաքելությունն իրականացնելու, ներկայացնելու յուրաքանչյուր տան, ընտանիքի, տեղանքի եւ այդ տեղանքի պատմությունը կրող ուտեստների ներկայացումը։ Տիկին Անահիտ Մուրադյանը, մեր տան տիրուհին, Վանարդիի տիրուհին, սպասում է մեզ իր հյուրընկալ եւ հետաքրքիր ուտեստներով, այնպես որ ամեն ինչ առջևում է։ Գնացինք։ Բայց ինչ մսոտ է։ Հա, շատ հետաքրքիր սորտա կախեթը եւ իր հետ դեռ պետքա շատ աշխատենք, շատ։
Մի հարց էլի, կախեթին շատ է տանում դեպի Վրաստան, ընդհանրապես սորտը չէ անունը։ Գենետիկորեն արդեն ապացուցված է մասնագետների կողմից, որ կախեթը ոչ մի գենետիկ կապ չունի որևէ վրացական սորտի հետ։ Զուտ հայկական այնքան հին, ինչքան որ արենին է, նույնիսկ չենք էլ իմանում ինչքան հին։ Այդքան էնդեմիկ սորտ է, այո, կախեթը։ Իսկ թե անունը ոնց է եղել այդպես, կախել բառից է եղել, թե կախեթիա ռեգիոննա կախել բառից եղել, դա չգիտենք մենք, այսպես ասած։ Դեռևս զուգադիպություն է, ուղղակի անունների նմանությունը։ Ամեն դեպքում այս իմ հարցը արդեն խոսում է նրա մասին, որ մենք ունենք իսկապես կարևոր խնդիր տարածելու մեր էնդեմիկ սորտերից ստեղծված գինիները եւ դրանց պատմությունը, եւ որքան շատ խմեն մարդիկ, որքան շատ գնեն, որքան շատ նվիրեն, իրար հետ քննարկեն եւ ճանաչեն, այդքան ավելի ճանաչելի կլինի նախ մեր պատմությունը, մեր էնդեմիկ սորտերով, հա, որոնք բնորոշ են միայն մեր տարածաշրջանին։ Վանարդի Գինին է պատասխանը։ Էնոտուրիզմի սիրահարների համար Վանարդին մի իսկական դրախտավայր է։ Դե իհարկե համեղ գինուց բացի այստեղ արտակարգ խոհանոց կա։ Այսօր փորձելու ենք ձեզ փոխանցել Տիկին Անահիտի վառ երևակայությամբ եւ վարպետությամբ պատրաստած ուտեստների համի ուժը։ Տիկին Անահիտ, դուք շատ յուրօրինակ բաներ եք մեզ համար պատրաստել, որը համտեսելու ենք։ Հիմա ասեք ինչ է, ինչպես։ Ստեղ ունենք մեր այգուց քաղված տերևներ, տարբեր տեսակի խաղողներից։ Այսինքն միևնույն է ինչ տեսակի։ Հա, բայց փորձում ենք տարբեր, այդքան չենք խորացել, որ հասկանամ որ սորտից ինչ կամ որն ավելի լավ ստացվում, բայց իրան տարբեր ձևերով ուրեմն համեմում ենք։ Ինչով ենք համեմում։ Այստեղ ունենք սխտոր, ձիթայուղ, կարմիր պղպեղ։ Խաղողի տերևով չիփս։ Խաղողի թարմ, ոչ մեծ տերևները պետք է պատել ձիթայուղի մեջ ավելացրած սխտորով, աղ ու պղպեղով։ Այս չիփսերը կարելի է պատրաստել նաև պեստո սոուսով։ Այնուհետև տերևները պետք է շարել յուղաթղթի վրա, սոուսներով պատված կողմը դեպի ներքև եւ դնել ջեռոցի մեջ, ընդամենը մի քանի րոպեով։ Պատրաստելու ենք բրուսկետտաներ։ Այո, բրուսկետաների հացը նորից համեմունքներով նախապես ջեռոցում պատրաստել եմ, դասական տեսակը լոլիկն է համարվում, բալզամիկ սոուսով եւ ռեհանով, էլի համեմված տարբեր համեմունքներով։ Բրուսկետաներ։ Այսօր պատրաստելու եւ համտեսելու ենք մի քանի տեսակի բրուսկետաներ, որոնց համար նախատեսված հացի բարակ կտորները նախ պետք է համեմենք։ Բրուսկետաների խճողակը կարող է լինել շատ տարբեր։ Դասական բրուսկետայի խճողակ պատրաստելու համար անհրաժեշտ է լոլիկ, բալզամիկ, ռեհան, սխտոր, ձիթապտուղ, ձիթայուղ, աղ եւ պղպեղ։ Կատնաշորով բրուսկետաների համար անհրաժեշտ է կատնաշոր, կանաչի, աղ, կարմիր պղպեղ։ Մյուս խճողակը ել ավելի հեշտ է պատրաստվում։ Թարմ բազիլիկով պեստոյի համար անհրաժեշտ են տարբեր ընկույզներ, սխտոր, պարմեզան պանիր, աղ եւ պղպեղ։ Այս ամենը իհարկե պետք է անցկացնել բլենդերով, մանրացնել եւ դարձնել հնարավորինս համասեռ։ Տիկին Անահիտ, պատմեք ինչ ռոլեր են, ինչ բուրումներ են ժամանակակից ներկայացմամբ։ Այստեղ մեր ավանդական լավաշն է, սպանախը սոխով էփված նախապես ու տարբեր տեսակի խառը պանիրներ մեջը։ Մեջը միանգամից տապակում ենք այդպես։ Չէ, լավաշի մեջ սպանախն ենք փռում, հետո պանիրները փաթաթում, մի փոքր սառեցնում, որ ինքը սիրուն կտրտվի, հետո վրան ձուկսում ու ջեռոցում մի 10 րոպե, հա։ Հա, որովհետև պատրաստ է հիմնական, ուղղակի մեր պանիրախառը լավաշը, սպանախը նախապես էփված։ Կտրտում ենք նոր ենք դնում ջեռոցը, այլապես հետո չէ կարողանալու շրվելու է լավաշը, հա։ Դանդուր 1000 վարունգը դրսի հատվածով, միջի մասը հանում ենք, ինչ ենք հանում, որ չլխի։ Բացի այդ լավը չեն լինում։ Հա, կորիզները եւ խառը։ Կարող է կոտեմ օգտագործել, եթե չկա կոտեմ էլ կա այստեղ խառնած, համեմ մաղդանոց եւ գլխավոր այստեղ դերակատարը կարմիր սոխը, որ նախապես բալզամիկ քացախի մեջ մարինացնում։ Որպեսզի սոխի համը գնա հեռու։ Հիմա ու մի հատ ինքը հետաքրքիր շատ լավ ստացվում։ Այո, ռուկոլայով վաղցան։
Այս շատ համեղ եւ յուրօրինակ աղցանի համար անհրաժեշտ է թարմ դանդուռ, հազար, վարունգ, առանց կորիզների մասի, ռուկոլա, կոտեմ, համեմ, մաղադանոց, ձիթայուղ, բալզամիկ քացախ, թարմ կիտրոնի հյութ, աղ, պղպեղ, կարմիր սոխ։ Վերջինս պետք է նախապես մարինացնել բալզամիկ քացախի մեջ, որպեսզի սոխի ագրեսիվ համը չլինի։ Բագետ հացեր։ Արդեն լավ է։ Հետո Ունենք ուրեմն չաբատահաց, մեջը նորից այդ պեստո սոսն է, հավ, որը նախապես մարինացվել, ջեռոցում պատրաստվել է։ Ինչով եք մարինացնում։ Մարինացնում եմ սխտորով, թթվասեր, աղ, կարմիր պղպեղ։ Գինի չկա մեջը։ Չէ, հավի մեջ չկա։ Վերջում ինչ պանիր է։ Վերջ, ուրեմն մեջը նորից խառը պանիրներ կան։ Այդ միշտ շփոթացնելու համար տարբեր պանիրներ խառնում Ու անունները չի ասում, որ հանկարծ չկրկնեք Ու նույնը։ վրան մոցարելա։ Հասկացա։ Յուրաքանչյուր գինու շշի հետևում կանգնած է մի ամբողջ պատմություն եւ մարդու պատմությունը առաջին հերթին եւ նրա աշխատանքը եւ նրա մոտեցումը եւ նրա ազգային պատկանելությունը, նրա հավատքը ինչու ոչ։ Ես կարծում եմ, որ այս նրբազգացությամբ, եթե մենք գինու նկատմամբ վերաբերմունքը ցույց տանք, շատ բան կփոխվի եւ ներգնա տուրիզմի մեջ եւ մեր գինու ընկալման մեջ, մի խոսքով ես հավատում եմ նաև մեր անձնական կյանքերում։ Հա, հաստատ։ Իսկ նշեցիք, որ գործարանի հիմքը դնելուց վանից հող եւ ջուր բերվեց։ Չէ, որովհետեւ նման նուրբ բաները միայն կանայք են հիշում, որ նշեն։ Շատ մեծ շուկով այդ հիմքի օրհնության միջոցառում կազմակերպեցին, հանրային, որ լիքը հյուրեր ունեինք եւ այլն, եւ վանից հող եւ ջուր դրվեց արմատներին։ Ինչ լավ բան եք արել։ Արմատներն են էլի հիմքում։ Հիմքում արմատներն են։ Ես ուտում եմ իմ պատրաստած չիփսը, այնպես որ շունչ պայեք, եթե մի բան այն չլինի։ Համեցեք գինու հետ նաև պիտի ուտենք, ինչու՞ չէ, ուրեմն սկսենք։ Ինչու է թորթորի։ Թորթորի անունը ընտրել ենք, որտեղ հայրիկս իր հետազոտությունները կարդալու ընթացքում հայտնաբերել է այդ անունը հայկական խաղողի անունների ցանկում Վանի շրջանի հայկական խաղողների, որը այսօր չկա եւ որի մասին շատ ուրիշ ինֆորմացիա չենք գտել դեռ։ Որտեղ եք ուսումնասիրել, Վարուժան։ Տարբեր, ցավոք շատ քիչ կան հայկական գինու, ուրեմն սորտերի մասին, կան, բայց ոչ շատ։ Հիմա չեմ կարող հիշել, բայց հաստատ այդ անունը եւ դրա մասին որոշ բաներ կարդալը ինձ շատ գրավեց։ Անունը շատ պարզ է, բայց շատ տպավորիչ։ Հիմա առաջարկում ենք մի կարճ էքսկուրս անցկացնել եւ հասկանալ, թե որտեղ, երբ եւ ինչի հետ որ գինին է պետք ընտրել, հյուրասիրել կամ վայելել։ Նրբաճաշակ այս ըմպելիքն իրեն վայել վերաբերմունք է պահանջում։ Դե ինչ, գնացինք։ Վարդագույն գինիները իրանք համադրվում են եւ ուտեստների հետ եւ աղանդերային ուտելիքների հետ։ Կարելի է վարդագույն գինին շատ հիասքանչ ձևով համադրել ձկնային ուտեստների հետ։ Միևնույն ժամանակ վարդագույն գինին կարելի է համադրել աղանդերային ուտելիքների հետ։ Այստեղ ամենակարևորը ոչ թե այդ խմբավորումն է ընդհանրացված վարդագույն գինի, այլ յուրաքանչյուր գինուն պետք է մոտենալ սուբյեկտիվ առանձին։ Կոնկրետ հասկանալ է պետք գինու խարակտերիստիկան, հասկանալ է պետք իր համահոտային փունջը եւ ըստ կոնկրետ այդ գինու փորձել համադրել այս կամ այն ուտեստի հետ, չասել, եթե վարդագույն է, ուրեմն սպիտակ մսի հետ։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ գինեգործությունն ընտանեկան միջավայրի ծնունդ է։ Գրեթե անհնարին է առանց ընտանիքի աջակցության այս բնագավառում հասնել հաջողության։
Ոսկեվազի գինու գործարանի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանի գինեգործական եւ կազմակերպչական հմտությունները լրացնում են եղբայրները։ Այստեղ միջավայրը մշակութային կենտրոն են դարձնում, համայնքի զարգացման համար տարբեր հեռահար նախագծեր գծագրելով։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում է գտնվում Ոսկեվազի գինու գործարանը, որտեղ համեղ գինիներ արտադրելուց բացի մի տարբեր հեքիաթային իրականություն է ստեղծված հայկական եւ եվրոպական մշակույթների համադրմամբ։ Կասեք ուր ենք մտնում հիմա, Դավիթ ջան, այս ինչ հետաքրքիր է։ Մի միտք կար տեղի երեխաներին որևիցե մի հետաքրքիր զբաղմուն Ոսկեվազցիների համար։ Ոսկեվազ, ոսկեհատ, ինչի՞ աշտարակ, օշական։ Կողքի գյուղերի երեխեքի հետ կապված հիմնական դասերից հետո իրանց բերելու են որ այստեղ եւ ամեն անգամ մեր մեծերից մեկը իրանց master class-ը տալու։ Ինչ լավ։ Բոլորի հետ պայմանավորվածություն կա, երաժիշտներ, քանդակագործներ, նկարիչներ, լեզվի դասեր լինելու։ Մեծ համերգային սրահ։ Սա ունիվերսալ է լինելու ինքը։ Էս։ Ահա։ Սա ավարտական փուլի մեջ է արդեն։ Վաու, արձագանքը բա։ Ակուստիկան Շատ լավն է։ ուժեղ է։ Մենք 2 ամիս հետ ընկանք այս շինարարության մեջ, քանի որ մի ընտանիք էր ստեղծվում, չենք ուզում խանգարեինք, ծիծեռնակը բույն էր հուսել եւ ճուտիկներ էին հանել ընդեր։ Միջև չմեծացան, չթռան, չենք շարունակում։ Ինչ լավն է։ Իրաց բույններ տենց մնաց։ Վաու։ Վիտրաժային ապակիներով, ամեն ինչով։ Գագիկ Հովհաննիսյանի ավագ եղբորս աշխատանքներն է, բոլոր նկարչական Դարբնայիններն քանդակները ձեռքի աշխատանքներ է, ինչքան տեսնում եք տարածքում։ Չկա ֆորմա։ Դա գիպս, բան, տեսմաներ կապ չունի։ Նկատի ունեք բարիլիեֆները։ Այո, բետոնի վրա քանդակվում է։ Երկաթի հետ հնություններ տալ, լուսավորությունները շենքերի զբաղվում է փոքր եղբայրս։ Մենք ունենք կարասների հին ավանդույթներ, կարասների մեջ պահվող գինիների, ել չեմ խոսում Արենի քարանձավների մասին, չեմ գնա այդքան հին Թեյշեբայինի հասնելով, բայց ինձ հետաքրքիր է դուք ինչպես եք խմորումը, մթերումը անում եւ կարասներ են դրանք, թե պահամաններ են նիկելապատ, չժանգոտվող։ Մենք ունենք 3 տեսակի խմբեր գինու արտադրության, որոնցից մի մասը միայն չաների մեջ է խմորվում, մի մասը խմորվում է չաների մեջ, պահպանվում է տակառների մեջ եւ top line-ը Ռեզերվեները նրանք հետո դառնում են ռեզերվ, քանի որ մի գինին ռեզերվ է համարվում, որովհետեւ ինքը պահվում ավելի երկար, քան մնացածը։ Չէ, Կարասի collection-ը հաղթանակը հենց։ Իսկ Կարասի collection-ը խմորվում է կարասների մեջ, որից հետո մի գինին 12 ամիս, մի գինին 18 ամիս, կարող է մինչև 20-22 ամիս պահենք տակառների մեջ, դա արդեն գինեգործն է որոշում։ Ու դիմանակ ու չխմեք։ Հա, առաջի տարին է դժվարը, որտեղ դրանից հետո ցիկլը շարունակվում է, այն առաջինը կարողանում ենք խմենք արդեն։ Հնագույն մի ամրոց հիշեցնող այս վայրում առանձնահատուկ խնամքով են պահպանում եւ օգտագործում դեռևս 1932 թվականին հիմնադրված գործարանի շենքը։ Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների կողքին շատ ներդաշնակորեն շարունակվում է կիրառվել հին ավանդույթը։ Հայկական կաղնուց պատրաստված բարձրորակ տակառներից զատ գինիները հնեցվում են նաեւ 19-րդ դարավերջի կարասների մեջ։ Ուրեմն ջահել կարասը 1910 թիվ է, ամենատարեցը 1894 թիվ։ Այս կարասները Այո, ուսրած մեջ ենք մենք աշխատում։ 19-րդ դար։ Այո։ Մենք չունենք էլ արտադրություն, դեռևս կարասային։ Գժություն։ Երևի մեկ ամսից ստեղ արդեն կավարտենք ամեն ինչը։ Սրա մեջ մարդ է մտնում։ Սրա մեջ Լվանում է, մաքրում է, պատրաստում է սեզոնին։ Գնանք
գնանք համտեսենք ոսկեվազի բոլոր այն գինիները, որոնք նախ շահել են տարբեր մրցանակներ եւ ավաղուց արդեն իրենց տեղն են գրավել համաշխարհային գինեգործության սիրված գինիների շարքում եւ հասկանանք թե օրինակ որն է իմ սիրելին։ Շատ լավ, համեցեք։ Մեր համտեսը կսկսենք սպիտակ տեսակի ոսկեհատ խաղողից պատրաստված գինուց, որը կոչվում է ոսկեպար։ Սա մեր առաջվա փորձերի առաջին աշխատանքների կատարելագործված տեսքն է արդեն, բավականին հետաքրքիր գինի է, իր բուրմունքով, ծաղիկներով լի, ինքը շատ հետաքրքիր արոմատիկա է, ոսկեհատը ինքը շատ հզոր տեսակ է խաղողի եւ իր հետ ճիշտ աշխատանքի դեպքում շատ հրաշք գինիներ են պատրաստվում։ Տարբեր գործարանների գինիները համտես եմ անում եւ զգում եմ թե ինչքան տարբեր են։ Այս դա եմ ուզում հասկանալ, Դավիթ, ինչպես են նույն սորտից այդքան տարբեր գինիներ ստանում։ Ըստ հավաքագրման Ձեռագիրը տալիս է ամեն մեկի մոտ նույն տեսակի խաղողից բացարձակ տարբեր գինիներ, բայց հետաքրքիրը որն է, որ բոլորն էլ լավն են։ Հա, ու տարբեր։ Տարբեր լավն են իրանք։ Այսինքն լսում ենք օրինակ, հա, նույն արենին կամ ոսկեհատը որպես հիմնարար գոյություն ունեցող մեր էնդեմիկ սորտեր, ու ամեն անգամ խմում ես այդ սորտերից ստեղծված գինիները, մեկը մեկից տարբեր, լինի սպիտակը, ռոզեն, թե կարմիրը, անապատը։ Երբ որ տարբերվում են լավ առումով գինիները իրարից, ուրախանում ես, որ քո մոտ երկրում արտադրությունը բարձրանում է որակով, դա ինձ շատ է օգնում որպես արտադրողի։ Ինձ խանգարում է վատ գինին։ Հաստատ։ Որտեղ այն սպառողը, ով մեկ անգամ վատ բան է խմում, երկրորդ անգամ ինքը մոտիկ չի գալի հայկականը։ Մեր խնդիրը դրանում է կայանում։ Արտահանման հետ կապված մենք ծրագրեր ունենք, գինեգործներով քննարկում ենք, մի դրոշմանիշ ստեղծենք։ Որակի նշանի պես։ Որակի նշան լինի, որ այդ որակի դեպքում նոր ինքը կարողանա արտահանում անի։ 33 գինեգործական ընկերություն, 33 անուն, արտադրող մի ընդհանուր հիմնադրամի տանիքի ներքո։ Սա ըստ իս Հայաստանի համար արդեն մեծ նվաճում է։ Ամենայն դեպս եւ մարդկային եւ բիզնես էթիկայի զարգացման տեսանկյունից եւ մանավանդ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Կենաց։ Բա ինչ լավն էր սա։ Ինձ թվում է սրանով բավարարվենք, որովհետև համ իսկապես ափսոս է, համ ես համերել չեմ ուզում խառնել։ Հա, այդ համը չեմ ուզում խառնել, էլի ափսոսը։ Իրոք հրաշք գինի է ստացվում, տարեստարի մենք զգում ենք, որ ինքը էլ ավելի է լավանում։ Ոսկեվազի գինու գործարանը արտադրում է 16 անուն գինի, միջազգային եւ տեղական հեղինակավոր մրցույթներում արժանանալով բազմաթիվ մեդալների եւ իհարկե սպառողների դրական ու շատ կարեւոր գնահատականին։ Գինիները շնչավոր են։ Գինիները կենդանի էակների պես բնավորություն ունեն եւ դրանով նման են լինում իրենց հեղինակներին՝ կրքոտ եւ ուժեղ, ակտիվ ու եռանդուն, խաղաղ կամ նուրբ։ Այո, նման են իրենց տերերին, եւ որքան էլ գինեգործներն ու գործարանների տնօրենների մեծամասնությունը տղամարդիկ են, կանացի նրբանկատությունը գինուն առավել խորը հատկանիշներ է հաղորդում։ Վիկտորիա Ասլանյանն իր կանացի հետևողականությամբ եւ խստապահանջ բնավորությամբ է ղեկավարում հոր Արմենակ Ասլանյանի հիմնադրած Արմազ գինիների գործարանը։ Կանացի հոգատարությունն ու նուրբ ճաշակն աչքի են զարնում գինու պիտակից սկսած։ Ես վստահ եմ, որ դուք նկատել եք Արմասի պիտակները, դրանք հայկական մանրանկարչության արվեստի, ճարտարապետական պատկերի եւ քրիստոնեական հավատքի գեղեցկագույն արտացոլումն են։ Լոգոն ստեղծվել է ոսկեդարյան արվեստի թռչնագրերով։ Արմասն արդեն հասցրել է նվաճել ավելի քան 40 մրցանակ տեղական եւ միջազգային տարբեր մրցույթներում։ Իսկ լավագույն գնահատականը միևնույնն է հավատարիմ սպառողների անդավաճան սերն է։ Գինու վազից մինչև գավաթ մի ամբողջ ճանապարհ էր, հա։ Այդ ճանապարհի մեջ որն էր այն առաջին գինին, որը դարձավ ձեր ստորագրությունը, ձեր այցեքարտը եւ գրավեց մարդկանց իր նաեւ մշակութային կողմով։
միանշանակ մեր կարմրահյութից պատրաստված ռոզեը, բայց նույնպես կարմրահյութից պատրաստված կարմիր գինին։ Ինչու եմ նշում կարմրահյութը, որտեղ շատ յուրահատուկ սորտ է, ընդամենը 1% խաղողներ ունեն նման պարունակություն, որ մեջի հյութը կարմիր է։ Առհասարակ 99% խաղողները մեջի հյութը անգույն է եւ կեղևի կորիզի հետ շփվելուց խմորման ընթացքում նոր գույն է ստանում գինին։ Բայց այդ 1%-ը խաղողներից, ինչպես կարմրահյութն է, եւ ես միշտ նշում եմ, որպես հայ իհարկե մենք պետք է ունենայինք այդ 1% խաղողներից, շատ յուրահատուկ է եւ աննման է այն առումով, որ նույնիսկ որ ռոզեը ունի մարմին, համ, հոտ եւ յուրաքանչյուր ուտեսի եւ տրամադրության հետ նույնիսկ ասեի արտակարգ համադրություն է։ Շատ շերտավոր է, հա, շատ շերտավոր է եւ հետաքրքիր է մեր ռոզեն շատ տարբերվում է աշխարհի այլ ռոզեներից, ես չեմ ասում պատթելա, բայց իսկապես տարբերվում է իր բնավորությամբ։ Կենաց։ Եվ հետո մնում է այդ ձայնը։ Շատ ռուբինի պես է, էլի, շատ հետաքրքիր։ Ռոզեն մի քիչ ավելի բաց է ստացվում սովորաբար։ Այո, որովհետև կարմրահյութ խաղողից պատրաստված չէ։ Նույնիսկ որ ռոզեը մենք պատրաստում ենք սպիտակ գինու եղանակով, այսինքն կեղևի կորիզի հետ չի շփում, միայն ինքնահոսն ենք օգտագործում, բայց հենց այդ խաղողի ինքնահոսը այս գույնն է։ Ռեզերվեն ուրիշ է էլի։ Այս մեր ռեզերվը 2 տարի տակառում է հնեցվել, հիմնականում Արցախի տակառներում, բայց նաև ֆրանսիական։ Մեր գինեգործը գտնում է իդեալական նախընտրած համադրությունը եւ նոր շշալցնում ենք, բայց շշալցումից հետո եւս 2-3 տարի շշալցված ենք պահում, որպես հանգստանա։ Խաղողից մինչև գինու գաված, գինին անցնում է այս ամեն ինչի միջով։ Այս սա ինչ է Վիկտորիա։ Սա մեր պրեսն է, որ խաղողի հյութը հանում ենք, որ հետո պետքա անցնի խմորը։ Քանի էտապով ենք հանում խաղողի հյութը։ 3։ Առաջինը ինքնահոսն է, որ ընդհանրապես ճնշում չի ստանում։ Հետո փափուկ հյութն է, փափուկ ճնշումով ենք անում եւ հետո կոպիտ վերջին կաթիլը խաղողից, որը որ նախատեսված է ավելի շատ գինի, որից հետո թորելու են կոնյակի համար, բայց ինքնահոսը եւ փափուկ պրեսը դա գինիների համար է նախընտրվում։ Գինիներ կան, որ երբեմն 1 տարի պահում ենք եւ նոր անցկացնում ենք շշալցման։ Եվ ամեն տանկը մի քիչ տարբեր է լինելու մյուսից, որովհետև ամեն օր մի քիչ տարբեր է բերքը լինելու մյուսից։ Եվ մենք հետո որոշում ենք, եթե ուզում ենք որևէ տանկը մյուսի հետ խառնել, թե պահել ինքը իրանով, այդ բոլոր կարողությունները ունենք եւ հատկապես, քանի որ մենք նաեւ կոնյակ ենք արտադրում, հնարավորություն ունենք, որ մենք միշտ ուշադրություն դարձնենք որակի վրա, իսկ եթե ինչ որ մի բան մեր ուզածով չի, կարող ենք թորել, սպիրտ ստանալ եւ սպիրտի պարագայում հնեցումը շատ ավելի կարեւոր է։ Ցույց տամ ձեզ նաեւ այստեղ այս բոլոր տանկերը վերահսկում ենք այս սարքով, որտեղ որ ցույց է տալիս ամեն տանկի ջերմաստիճանը, սա էլ խմորման ընթացքում այդ տատանումը, որ ասում էի, նշում էի։ Ասենք թե սա 16-րդ պահամանն է, ո՞րն է դա։ Այն կողմը։ Անգիր գիտեք։ Իհարկե, այս էլ մեր բանը։ Ու ոչ միայն տարամանները, բայց նաև տարբեր հնեցման սենյակները, օրինակ, որտեղ որ հնեցվում է գինին տակառներում, թե ջերմաստիճանն ենք վերահսկում, թե խոնավությունը, որովհետև այդ խոնավությունը անհրաժեշտ է, որ տակառը շնչի իր համն ու հոտը տա թե գինուն, թե սպիրտուն, նայած ինչ ենք անում։ Ինչ ենք փորձելու եւ որտեղ ենք մենք գտնվում։ Մենք մեր տակառների հնեցման սենյակում ենք գտնվում եւ ուզում էի տարբեր ուտեստների հետ փորձենք եւ մի քիչ նաեւ պատմել ինչու են սպիտակ գինին ձկան հետ օրինակ, կարմիր գինին մսեղենի հետ, առհասարակ։ Շատերը լսել են, բայց ինչու չգիտեն։ Ասեմ, սա մեր ոսկեհատն է, ոսկեհատ խաղողը, որից 2 գինի ենք պատրաստում, թե ոսկեհատը, թե հնեցված ոսկեհատ ռեզերվը։ Եվ cheers։
Ուրեմն սպիտակ գինիները առհասարակ ունեն մի քիչ ավելի շատ թթվայնություն։ Ձկան հետ ինչու է շատ լավ, նույն համեմատությունը, ինչպես մի քիչ լիմոն անել։ Վիկտորիա, ո՞րն է ձեր սիրելի ուտեստը եւ որի հետ եք դուք սիրում համադրել առմասը։ Ես ճիշտ ասած յուրաքանչյուր ուտեսի, յուրաքանչյուր տրամադրության վայելում եմ մեր գինիները, համենայն դեպս։ Բայց ես գիտեմ, որ դուք շատ սիրուն պատրաստում եք, շատ սիրուն բառից բոլոր իմաստներով եւ իհարկե հուսով եմ, որ մի անգամ առիթ կլինի, որովհետեւ համյուժով մենք բացահայտում ենք միշտ նոր համեր, նոր կերպ, նաեւ հին ավանդական կերակրատեսակների եւ հետաքրքիր է, որն է ձեր ընտանեկան ուտեստը։ Ես ճիշտ ասած ձկներն եմ հիմնականում նախընտրում, հատկապես իշխանը, որը պատրաստում ենք գինիով։ Բա հիմա այդ պատմելու բաներ։ Դե տակառների սենյակում մի քիչ հարմար չէ լինի, սա իհարկե բացառություն է, որ մի փոքրիկ սեղան ենք ստեղծել, որպեսզի ձեզ հյուրընկալենք, բայց նման ուտեստներ տակառի սենյակում չի կարելի, սա ուղղակի համենայն դեպս եւս մեկ անգամ համեցեք, ես մեծ սիրով ձեր համար կպատրաստեմ։ Մեծ սիրով։ Ես ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն, Վիկտորիա։ Այն նույնպես պատնեշների կոտրման, այն բարդությունների հաղթահարման, որ առմասով դուք անձամբ կարողացել եք անել եւ ստեղծել այս գեղեցիկ գինեգործական ավանդույթը ոչ այդքան բնորոշ վայրում, ստեղծելով մեծ գինեգործական օազիս, հա։ Եվ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր օտարերկրացի թե մեր հայրենակից գալով այստեղ ունենում է փոփոխություն մշակութային, ունենում է հոգեվոր փոփոխություն եւ այս ոգելից խմիչքը իր մշակույթով ամբողջապես փոխում է մարդուն։ Շնորհակալ եմ, նոր են համեցեք։ Սիրով։ Այս օրերին մենք հերթական անգամ համոզվում ենք, որ աշխարհում մենք միայն իրար ունենք։ Միայն իրարով կարող ենք ոտքի կանգնել եւ իրար ուժ տալ։ Այսօր էլ միայն հայկական արտադրողին խրախուսելով կարող ենք ոտքի հանել մեր տնտեսությունը, մեր երկիրը եւ ուղղել մեր ողնաշարը։ Գինու վաճառքը ինքը պրոդուկտի վաճառք չի։ Գինու վաճառքը էմոցիայի վաճառք է։ Գինու գինը ոչ մի բան չի ասում իր որակի մասին։ Կարելի է գտնել շատ լավ գինիներ բավականին ցածր գնով եւ կարելի է ունենալ абսուրդային վատ գինիներ նույնիսկ շատ թանկ գնով։ Հայաստանում մենք աշխարհաքաղաքական առումով բավականին վատ դիրքում ենք, ինչի արդյունքում Հայաստանում արտադրված գինիները ունենում են բարձր ինքնարժեք եւ հետեւաբար նաեւ հա վերջնական գինը բավականին բարձր է լինում։ Նույնիսկ արտահանելու ժամանակ օրինակ Եվրոպայում մեր գինիների մեծ մասը 10 եվրոից բարձր է։ Այս պարագայում մրցունակ լինելու համար պետք է հասկանալ, որ այն էմոցիան, որը մենք դնում ենք, ինքը պետք է արդարացնի այդ 10 եվրո գինը, որտեղ Եվրոպայում կարելի է գտնել նույնիսկ 5 եվրոյանոց շատ լավ գինիներ, բայց չի կարելի գտնել հայկականը։ Այն շուկան, ով որ կուզի գտնել հայկականը, ըմպել հայկական գինի, պետք է պատրաստ լինի, ինչու ոչ, վճարել մի փոքր ավելի շատ, որտեղ ինքը ձեռք է բերում մի իր, հա, ճակերտների մեջ ապրանք, որը որ յուրահատուկ է։ Իսկ այդ յուրահատկությունը մեր գինիներին տալիս է մեր խաղողի սորտերը, իհարկե մեր էնդեմիկ խաղողի սորտերը, որը որ ոչ միտեղ հնարավոր չի գտնել։ Եթե օրինակ ուզում եք խմեք Cabernet Sauvignon, կարելի է գտնել Cabernet Sauvignon ֆրանսիական, հա, նոր աշխարհի երկրների Cabernet Sauvignon եւ այլն, բայց արենի կարելի է գտնել միայն հայկականը։ Հաղթանակ կարելի է գտնել միայն հայկականը։ Այսինքն եթե սպառող ուզում է առնչվի այս պատմության հետ, ինքը պատրաստ է 10-15 եվրո նույնիսկ վճարի։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի թիմը շատ է կարևորում ներքին շուկայում գինու սպառման ակտիվացումը։ Մենք նրանց հետ միասին կարևորում ենք հենց մեր ներքին շուկայում հայկական գինու սպառումը։ Եթե Հայաստանում արտադրված գինու մոտավորապես 70%-ը սպառենք մեզ մոտ ներքին շուկայում, ապա ոլորտն էլ ավելի կզարգանա, զարգ տալով շատ այլ բնագավառների, ընդհուպ զբոսաշրջություն։ Հայկական գինին իրապես մեծ ապագա ունի, եւ մեծ ապագա ունի հայը ինքնին, եթե իհարկե մենք ունենանք կամք, ունենանք որոշում եւ լինենք միասնական։